Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք թանկագիրներս։ Այսօր ախորժակվածող, սենց գրավող, կանչող համեղ շոկոլադ է կրեմով, բուլկիներ ենք պատրաստելու, կրաֆեներ ենք պատրաստելու ջեռոցում, առանց տապակելու մի հրաշք բաղադրատոմս։ Ձեզ մնում է միայն ճիշտ բաղադրիչներ ընտրել, իմ քայլերին հետևել, առանց շտապելու, մի քիչ էլ սեր ու համբերություն ներդնելով ու պատրաստեք միասին։ Այ կտեսնեք, որ ձեր մոտ էլ հիանալի է ստացվելու։ Բաղադրիչները պատրաստել եմ, սիրելիներս, հետաքրքիր բաղադրատոմս է մինչայլոց, ձուն պահեցինք այստեղ, ուրեմն օգտագործելու ենք 3 հատ ձուն, 150 գրամ շաքարավազ, 1 պտղունց աղ, օգտագործելու ենք 270 մլ ջուր կամ կաթ, ես ջուր եմ ընտրել, օգտագործելու ենք 20 գրամ մեղր, 150 գրամ կարագ ենք օգտագործելու ենք 720 գրամ ալյուր, աշխատեք բարձր որակի լինի, 40 գրամ կակաո, վանիլին ըստ ցանկության եւ խմորիչ ենք օգտագործելու։ Եթե թարմ խմորիչ եք օգտագործելու, 20 գրամ օգտագործեք։ Իսկ եթե չոր խմորիչ է լինելու, ինչպես որ ես եմ օգտագործում, 7 գրամ ենք օգտագործելու։ Ես այս անգամ հարիճով եմ անելու, որպեսզի հերթականությունը ճիշտ արագ ստացվի։ Չոր բաղադրիչներն ենք սկզբից ավելացնում, կխառնեմ իրար վանիլինը, խմորիչը, կակաոն եւ ալյուրը, այսպես, կխառնենք իրար ու կավելացնենք հարիճի մեջ։ Ավելացնում ենք հարիճի մեջ։ Շաքարավազը, ձուն, աղը ու մի լավ հարում ենք։ Ավելացնում ենք մեղրը և կաթն ենք ավելացնում, որը գոլ վիճակում է։ Ու շարունակում ենք հարել, սիրելիներ։ Հարելու ենք այնքան, մինչև որ խմորը լավ հավաքվի, երբ որ արդեն լավ հավաքվի, վերջում ավելացնելու ենք կարագը։ Կարագը սենյակային ջերմաստիճանի է, ոչ սառն է, ոչ էլ շատ տաք վիճակում է։ Երբ որ հարիճով ենք անում, կարելի է նաև տաք վիճակում ավելացնել, բայց եթե ձեռքով եք անելու, սառն է ճիշտ, որպեսզի խմորը լավ հավաքվի վերջում։ Հենց սառը կարագն է, որ խմորը ավելի էլաստիկ է դարձնելու։ Ավելացնում ենք կարագը։ Խմորը լավ հավաքվել է, որ իմանաք ոնց է բուրում։ Ինձայլոց ասեմ, որ բաղադրիչները, կարագը, հետո այնտեղ կակաոն, խորհուրդ եմ տալիս, ընտրեք ամենավորակովը, որպեսզի ձեր բրյոշը, ձեր բուլկին լավ ստացվի։ Սա մեր խմորը, մի քիչ կարագ կա, դե ոչինչ։ Հիմա ինչ ենք անում, թողնում ենք, որ հասունանա, 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ, կախված է ով որտեղ է պահելու։ Հիմա երեսը կծածկենք։ Եթե տաք տեղ եք պահելու, հեշտ է հասունանալու։ Ես հենց սովորական սենյակային ջերմաստիճանում կպահեմ, մաքսիմում 2 ժամ բավական է, 1.5-2 ժամ բավական է։ Թողնում ենք հասունանա, կրեմել ենք պատրաստելու։ Սիրելիներ, հիմա պատրաստելու ենք կրեմը։ Կրեմի համար անհրաժեշտ է կես լիտր կաթ, 85 գրամ շաքարավազ, 12 գրամ կակաո, դառը կակաո և 40 գրամ կամ ալյուր օգտագործեք, կամ օսլա օգտագործեք, իմ դեպքում օսլա է։ Վերջում շոկոլադ ենք ավելացնելու, 100 գրամ դառը շոկոլադ, 100 գրամ կաթնային շոկոլադ։ Դա դուք ընտրեք, կարող եք ամբողջությամբ կաթնային ավելացնել, կարող եք ամբողջությամբ դառը ավելացնել, դառը ավելացնելու դեպքում մի քիչ ավելի պինդ է ստացվելու կրեմը ու մի քիչ ավելի քիչ քաղցր, բայց ավելի օգտակար փակագծերի մեջ, այդպես ասենք։ Կարագ չի պարունակում, ձուն չի պարունակում կրեմը։ Գնացինք առաջ, պետք է խառնենք ուղղակի բաղադրիչները և դնենք կրակի նետենք։ Շաքարավազը, օսլան և կակաոն մի լավ խառնում ենք ու ավելացնում ենք կաթը։ Ու դնում ենք կրակի։ Դնում ենք գազօջախին, առանց մոռանալու անընդհատ խառնում ենք մինչև թանձրանալը։
Տեսեք, արդեն թանձրում է։ Երբ որ թանձրում է, ավելացնում ենք շոկոլադը։ Ես ավելացնելու եմ 200 գրամ կաթնային շոկոլադ։ Ու այսպես խառնում ենք, որպեսզի շոկոլադը հալվի։ Կրակը պետք է լինի շատ ցածր։ Հրաշք կրեմս պատրաստ է։ Հիմա լցնում ենք ապակյա տարայի մեջ, թողնում ենք, որպեսզի սառի։ Երեսը հերմետիկ ծածկում ենք, թողնում ենք, որպեսզի սառի սենյակային ջերմաստիճանը։ Խմորը լավ հասունացել է, որքան որ մեզ պետք է, այդքան էլ հասունացել է։ Հիմա պետք է բաժանենք գնդերի։ Այսքան խմորը պետք է բաժանենք 15 գնդի։ Տեսեք, լավ հասունացել է։ Կարող եք կշռել խմորը հավասար գրամներով պատրաստել, կարող եք աչքաչափով։ Ես աչքաչափով եմ պատրաստելու։ Աչքաչափով, տեսեք ինչ փոքրից լավ խմոր է։ Բաժանելու եմ 15 մոտավորապես 15 հավասար մասերի։ Սիրուն գեղեցիկ գնդեր ենք անում, շատ կարևոր է։ Գեղեցիկ գնդեր անելը նշանակում է, որ գնդերը պետք է լինեն համաչափ, գեղեցիկ, կլորեցված, որովհետև դրանից է կախված նաև հետագայում, թե ինչպիսի տեսք են ունենալու, չէ՞։ Իդեպ եթե կշեռ կունեք, ես ինձ հետև կշեռեցի, որպեսզի շատ մեծ ու փոքր չլիներ, մոտավորապես ստացվում են 100 գրամանոց, մեկը 98 է, մեկը 102 է, այսպես մոտավորապես այդ զանգվածի գնդեր ստացվեցին։ Ընդհանուր 1 կիլոգրամ ու կես խմոր ունեի, մոտավորապես ինչպես միշտ։ Հիմա այսպես գնդեր ենք անում, հետո դնելու ենք կրկին հանգստանա մոտավորապես կես ժամ 40 րոպե, երեսը անպայման ծածկելու ենք, որպեսզի չչորանա։ Խմորը հիշեք, շատ կարևոր է, որ չչորանա։ Հետո արդեն միացնելու ենք ջեռոցը ու մեր համեղ հոտավետ գնդիկները, շարիկները պատրաստելու ենք։ Ուղղակի հաճույք եմ ստանում ես համեղ, սիրուն, լավ ստացած խմորներով աշխատելուց։ Այսպես, տեսեք, սիրուն շարեցինք, ճիշտ է, մի քիչ մոտիկ ստացվեց, բայց ուզում եմ, որ հենց մեկի մեջ պատրաստեմ։ Ծածկում ենք ցելոֆանով, խոհանոցային այսպիսի բարակ թաղանթով, ինչով որ ուզում եք, կարևորը որ ծածկեք ու թողնում ենք հանգստանա։ Դե կրեմը արդեն սառել է, հիշում եք, չէ՞, կրեմն ենք պատրաստել, խելու ենք ու հետո լցոնելու ենք մի հրաշք բաղադրատոմս, այ որ պատրաստեք, կտեսնեք, որ կանացիները համից չեք կշտանալու։ Տեսեք, որքան գեղեցիկ նուրբ հասունացել են, սիրելիներ, միացնում ենք ջեռոցը, թխելու ենք 170 աստիճանում առանց կոնվեկցիայի, առանց օդափոխիչի։ Եթե օդափոխիչը միացված է լինելու, ինչպես որ իմը 160 աստիճանում ենք թխելու, նշանակում է շատ բարձր պետք է չլինի ջերմաստիճանը, մոտավորապես 25 րոպե տևելու է, 25 րոպե, 30 րոպե, դե արդեն աչքաչափով տեսնելու ենք, երբ որ պատրաստ լինի։ Դե ինչ վերևներք է միացված, ջեռոցը միացնում ենք ու անցնում ենք աշխատանքի, հրաշք բուլկիներ են ստացվելու։ Կրեմը լավ սառել է, մինչ բուլկիները կդառնան, տեսեք, հիմա գթալով տեսնենք ինչ վիճակում է։ Լավ սառել է, ուղղակի այսպես խառնում ենք, որպեսզի հետո լցնենք։ Այսպիսի թանձրություն պետք է ունենա։ Տեսեք, որքան գեղեցիկ է, հիմա թողնելու ենք, որպեսզի հովանա ու կրեմ ենք լցնելու։ Սիրելիներս այսպես, փայտե գթալով, տեսեք, փայտե գթալի ծայրով, ուղղակի այսպես անցքեր ենք անում կրեմը լցնելու համար։ Շատ հեշտ, շատ արագ, թողեք, որ հովանա, իմ մոտ արդեն գոլ վիճակում է, այնպես որ կարելի է արդեն լցոնել, քանի որ կրեմի մեջ կարակ չկա, շոկոլադ է, կարող եմ լցոնել ու այդպես պահեմ, որպեսզի հովանա։ Հիմա առատ կրեմը լցոնում ենք։ Որքան հնարավոր է լավ լցոնեք, որքան առատ լինի, այնքան համեղ է ստացվելու։
Դե իհարկե ինչպես միշտ շաքարի փոշի։ Տեսքը գեղեցկացնելու, ավելի եթերային դարձնելու համար։ Այս ինչ լավ տեսք ունի ընտիր է սիրելներ, հիմա կհամտեսեմ, ձեզ կասեմ համ ինչպիսին է, այս ինչ լավ է բուրում, ամբողջությամբ շոկոլադ է բուլկիները միշտ էլ համեղ են լինում, շոկոլադ է կրեմով, շոկոլադ է բուրմունքով, տրամադրություն է բարձրացնում սիրելներ, հիմա այս կհամտեսեմ, ձեզ կասեմ համ ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին, միշտ սիրով հատուկ ձեր համար սիրելներ պատրաստեք ու անուշ սրճեք, թեյեք, որովհետև ընտանիքի անդամներով կամ ընկերուհիներով կամ առհասարակ ընկերներով հավաքվելը դա լավ առիթ է, որպեսզի ձեր օրը անցնի ուրախ եւ երջանիկ։ Տեսնեմ մա ինչպիսին է։ Համեղ է։